Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է դադարեցնել միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։ Համապատասխան որոշումը, որի նախագիծն արդեն հրապարակվել է, կկայացվի ՀԾԿՀ-ի նոյեմբերի 13-ի նիստում։ ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նոյեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ 10 հիմնական պատճառ է վերհանել, որոնք թույլ են տալու օրենքով սահմանված կարգով ՀԵՑ-ին զրկել լիցենզիայից։ Հավանաբար գիտեք, նոյեմբերի 18-ին ավարտվում է վարույթը եւ ՀՑԿՀ-ն արդեն առաջիկա մեկ շաբաթ 10 օրին պետք է նիստ գումարի։ Մինչ այդ օրենքով սահմանված կարգով 3 օր առաջ պիտի արդեն իր վերջնական եզրակացության նախագիծը հրապարակի եւ մյուս կողմը ծանոթանալու հնարավորություն է ունենալու, որպես դիրքորոշում ձևավորած ներկանա ՀՑԿՀ նիստին, բայց ես որպես ժամանակավոր կառավարիչ 3.5 ամսվա կառավարման շրջանում ինքս ուսումնասիրությունների, այդ թվում նաև վերահսկողության, օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, այդ թվում նաև պետական լիազոր տեսչական մարմինների, լիազոր մարմինների վերահսկողական եւ ստուգողական նաև գործիքակազմերի կիրառման արդյունքում վեր եմ հանել շուրջ 10 հիմնավոր պատճառներ, որոնց հիմամբ օրենքով սահմանված կարգով հավանական եմ համարում, որ ՀԵՑ-ը կզրկվի իր լիցենզիայից։ Օրենքով սահմանված կարգով ՀԵՑ-ին լիցենզիայից զրկելուց հետո կկանխորոշվի ՀԵՑ-ի ճակատագիրը, վստահ է Պետրոսյանը։ Այդ մոտ մեկ տասնյակ իրավախախտումներից ամենաակնառուներից մատնանշեմ արժանահավատության, տվյալների հաշվետվությունների արժանահավատության ուրեմն խնդիրը, որը որ տարիների վեր խեղված է եղել եւ ոլորտը կարգավորող սահմանադրական լիազոր մարմին հանդիսացող հանրային ծառայությունը կարգավորող մարմնին ՀԵՑ-ի կառավարիչներն ու ղեկավարները տևական ժամանակ պարզապես կեղծ հաշվետվություններ են ներկայացրել, ինչը ուղղակիորեն նաև ազդել է սակագնի ձևավորմանը։ Երկրորդը, ՀԵՑ-ը իր բնականոն գործունեությունը իրականացնելու համար իր կողմից իրականացվող գնումների, մատակարարումների, ձեռքբերումների գործընթացները արվել է խիստ կողմնակալ, խտրական գնումների գործընթացների, այդ թվում նաև ՀՑԿՀ կողմից սահմանված նորմերին խիստ հակասող ձևաչափերով, դրանով ստեղծելով տնտեսական փակ մենաշնորհային արժեշղթա եւ գերշահույթների միգրացիա է կատարել ՀԵՑ-ից դեպի Տաշիր ընկերությունների խմբին ուղիղ կամ անուղղակիորեն փոխկապակցված այլ տնտեսվարող սուբյեկտներ եւ տարիներ ի վեր տասնյակ միլիարդավոր ներդրումային ծրագրերը իրականացվել են Տաշիր ընկերությունների խմբի աֆիլիացված տնտեսական միավորների կողմից փակ պահելով էներգետիկ համակարգում որևէ երրորդ խաղացողի ներգրավումը եւ դրանով իսկ խոչընդոտելով ոլորտի զարգացմանը։ Ինչ է սպասվում ՀԵՑ-ին պարզ կլինի արդեն վաղը նոյեմբերի 13-ին։ Ժամանակավոր կառավարչի կատարած հայտարարությանը արձագանքել է ՀԵՑ-ի վերահսկողական կոմիտեն, ստեղծված իրավիճակը որակելով ՀԵՑ-ի շուրջ քաղաքական արկածախնդրություն։ Լիցենզիայի դադարեցումը առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ, հայտարարել է ՀԵՑ-ի վերահսկողական կոմիտեն։